Եթերում հեռանկարն է։ Պատմական հիշողությունը միայն անցյալի մասին չէ այն, նաև ներկայի պատասխանատվությունն է և ապագայի կանխարգելման կարևոր գործիք։ Ցեղասպանությունների մասին հիշողության պահպանումը, դրանց գիտական ուսումնասիրությունը և միջազգային հանրությանը հասցնելը շարունակում են մնալ կարևորագույն առաքելություն։ Այս համատեքստում առանցքային դեր ունի Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը։ Եվ իմ զրուցակիցը այժմ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանն է։ Շնորհակալություն, պարոն Թաշչյան, մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Սկսենք հենց հիշողության պահպանումից։ Ինչու ժամանակի հեռվից անգամ կարևոր է այդ հիշողության պահպանումը եւ ինչպես է դա իրականացվում թանգարանում։ Լավ հարց։ Նայեք, սա ես գտնում եմ իմ կարծիքն եւ երևի թե կարծիք է, որը որ կիսում է մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը, սա մեր ժողովրդի պատմության մեջ տեղի ունեցած մեծագույն ողբերգությունն է, մի հսկայական մի իրադարձություն է, որը որ բնականաբար հսկայական եւ անջնջելի հետք է թողել մեր հիշողության մեջ, մեր պատմական հիշողության մեջ, եւ բնականաբար մենք պետք է պահպանենք այդ հիշողությունը, որը նաեւ ունի մի շարք կարեւորագույն մշակութային աղերսներ, մեր մշակույթից անբաժան մի երևույթ է սա, քանի որ այն ինչ որ տեղի ունեցել բնականաբար որոշակի այսպես այդ մեծ ողբերգությունը որոշակի այսպես մի գիծ է կարելի է խոսել հա մինչ ցեղասպանության հայ ժողովրդի մասին եւ ցեղասպանությունից հետո այսինքն սա մեծ հսկայական մի երևույթ է որը որ մենք եւ պարտավոր ենք եւ բնականաբար նաեւ ցանկանում ենք հիշել պահպանել եւ այս առաքելության իրականացմանն է կոչված բնականաբար հայոց ցեղասպանության ուրեմն թանգարան ինստիտուտ հիմնադրամը։ Նայեք ինչ հետաքրքիր բան։ Ես կուզենայի որ մեր հեռուստադիտողներն էլ սա իմանային, նայեք սա մեծ հաստատություն է, որը որ բաղկացած է մի քանի, այսպես ասած, հաստատություններից, եթե այդպես կարելի ասել։ Սա նախ եւ առաջ թանգարանն է, հա, որտեղ ուրեմն ներկայացված է հայոց ցեղասպանության պատմությունը, դրան վերաբերող այլ գործընթացներ, երևույթներ, զարգացումներ, սա մեկ։ Երկրորդը դա գիտահետազոտական հաստատությունն է, որը որ նույն հիմնադրամի կազմում է, եւ վերջիորդ մենք ունենք նաեւ ֆոնդ, այսինքն դա տեղը որտեղ պահվում են թանգարանային նշանակություն եւ այլ նշանակություն ունեցող առարկաներ, որոնք որ բնականաբար առնչություն ունեն հայոց ցեղասպանությանը, արևմտահայության կյանքին եւ այս ողջ ուրեմն ծածկում են ողջ այս ոլորտը։ Սա նաեւ նայեք հիմնադրամը նաեւ հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ հիմնադրամը նաեւ սա կարևորագույն արարողակարգային վայր է մեր պետության համար, ուրեմն այցելությունը այս հուշահամալիր հանդիսանում է մեր պետ արարողակարգի բաղկացուցիչ մասերից մեկը եւ սա եւ հիմնադրամին է նաեւ ենթարկվում մեծ մի տնտեսություն, որը որ ուրեմն ծածկում է գրեթե Ծերնակաբերդի ողջ տարածքը, բայց ես մի քիչ շեղվեցի հարցից, հա, ուրեմն մենք բնականաբար պատասխանեցինք այն հարցին, որ դա այսինքն կարևորագույն խնդիր է պահպանությունը հիշողության, որովհետև վերջիորդ եթե դու չես հիշում քո անցյալը, դու նաև չես կարող պարզ մի հատ արտահայտությունն է, այո, որը որ շատ տարածված, հա, մեզանում, եւ նաև չես կարող ունենալ ապագա, եթե չունես անցյալ եւ չունես անցյալի մասին հիշողություն, եւ այս աշխատանքին նվիրված հենց ինստիտուտի այդ գիտահետազոտական մասի աշխատանքը եւ բնականաբար թանգարանի եւ այստեղ ուրեմն հավաքված են թվով մոտ 30-ից ավելին գիտնականներ, հիմնականում պատմաբաններ են իրենց մասնագիտությամբ, որոնք որ ամենօրյա իրենց աշխատանքում զբաղվում են գիտական աշխատություններով, գիտական աշխատանքով, ուսումնասիրում են տարբեր հայոց ցեղասպանության վերաբերող տարբեր ասպեկտներ եւ ուրեմն հրապարակում են գիտական աշխատություններ եւ հանդես են գալիս ուրեմն ելույթներով տարբեր գիտական միջոցառումներում եւ Հայաստանում եւ արտերկրում։ Հետո մենք ավելի երևի թե մանրամասն ենք։ Երբեմն թվում է թե
ամեն ինչ ասված է հայոց ցեղասպանության մասին, բայց դուք ձեզ հետ բերել եք գրքեր, որոնք նոր հրատարակություններ են։ Այո, իհարկե շատ գրքեր է։ Նախ ես իհարկե մշտապես գրքեր են հրատարակվում։ Նայեք, ես երևի թե 2-3 տարի առաջ էր այսօրվա վերջի ժամանակների սեղանից գրքերից մեկն էր, այսպեսի մի ամերիկահայ պատմաբան կա, Գրիգոր Սյունի անունով, որը որ շատ մեծ այսպես մենագրություն էր, լավ աշխատություն էր լույս ընծայել, հենց վերաբերում էր հայոց ցեղասպանությանը անգլերեն լեզվով եւ շատ այսպես հիմնարար աշխատություններ, որը որ պատմում էր շատ տարբեր մանրամասների մասին հայոց ցեղասպանության եւ ուրեմն դրդապատճառների եւ ընթացքի եւ նրան հետեված մի քանի տարիների ժամանակ տեղ ունեցած զարգացումների։ Իսկ ինչ վերաբերում եմ հենց մեր ինստիտուտին, այստեղ ուրեմն շատ ահագին բաներ կար, որով կարելի է պարծենալ մի խոսքով, եթե ասեմ, նայեք մեր ուրեմն գիտաշխատողների ջանքերով նայեք ուրեմն նախ լույս է տեսնում ցեղասպանության հանդես այս գրքույկը, որը որ պարբերական բնույթ է կրում տարեկան 2 անգամ եւ սա հայերենով եւ սա անգլերենով International Journal of Armenian Genocide Studies սա եւ ինչն է հպարտությունը, որ այս մեկը այս պարբերականը ուրեմն արժանացել այդպիսի միջազգային բան կա, չափանիշ կա, Scopus, որ անվանումն է կրում, որը որ բարձր գիտական ուրեմն արժանինքներով օժտված բաներն են, պարբերականներն են ստանում եւ հավաստի են իրենց ուրեմն այնտեղ ներկայացված տվյալները գիտական առումով բնականաբար, այսինքն եւ գիտական առումով կշիռ եւ նշանակություն են ներկայացնում եւ ուրեմն մեր թանգարանի, մեր ինստիտուտի այս պարբերականը, որը եւս ուրեմն տարին 2 անգամ է լույս տեսնում, արժանացել է այդ բանին, այդ չափանիշին, այդ գնահատականին եւ այստեղ հսկայական է եղել ուրեմն մեր գիտնականների եւ հատկապես Էդիտա Գզոյանի դերը եւ դերակատարումը եւ աշխատանքը, որը որ հանդիսանում է այս հանդեսների գլխավոր խմբագիրը։ Այստեղ ես մի հատ եւս մեկ աշխատություն եմ ուզում ցույց տալ մեր հանդիսատեսներին, նայեք, սա մենագրությունն է, որը որ լույս է ընծայել կրկին տնօրեններից նախկիններից մեկը Հարություն Մարությանը եւ սա կոչվում է ոգեկոչելով հայոց ցեղասպանությունը, շատ հետաքրքիր մի աշխատություն է, որտեղ այսպես կարելի ասել ամեն ինչ զետեղված է եւ լուսանկարներով եւ տվյալներով եւ պատմություններով, ոչ միայն ցեղասպանության մասին, այլև հուշահամալիրի մասին, թե ինչպես է այն կառուցվել, ինչ խորհուրդ է կրում, ինչպես է այն ուրեմն այս ողջ նախապատրաստական գործընթացը նրա հետ կապված տեղի ունեցել։ Շատ հետաքրքիր բաներ։ Հիմա թվում է, թե միայն մեզ պետք չէ, որ հետաքրքրի բնականաբար, մենք գիտենք կարծես ամեն ինչ դրա մասին եւ կարեւոր է, որ դրսում ներկայացնեն։ Եվ դուք խոսեցիք այն մասին, որ կոնֆերանսներում ելույթներ են ունենում եւ այ ինչ կոնցեպտով են ներկայացում, ինչ խնդիր է առաջ քաշում, առաջնահերթությունը դրված։ Եվ միջև ձեր այս հարցին պատասխանել, եթե կարելի է վերադառնամ թանգարանի գործունեությանը, հա, որովհետեւ բաներ հիշեցի, տվյալներ հիշեցի, որը որ կարծում եմ մեր հանդիսատեսների համար շատ հետաքրքիր կլինի։ Նայեք, տարեկան ուրեմն թանգարան այցելում է 90,000 մարդ։ 90,000-ից 75,000-ը օտար երկրացիներ են։ Սա ուրեմն մի քիչ առնչվում է ձեր այս հարցին, որ թե ինչպես ենք ներկայացնում, հա, եւ դրսեցիներին ինչպես ենք ներկայացնում օտարներին։ 75,000 այցելու, այսինքն սա նշանակում է բաներ են, օտար երկրած զբոսաշրջիկներ են։ Հա, ասեմ, որ գրեթե ամենօրյա պարբերականությամբ մենք ընդունում ենք պաշտոնական կամ ոչ պաշտոնական պատվիրակություններ արտասահմանյան, այսինքն դրանք կամ պետություններ ներկայացնող հաստատություններից են կամ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ են լինում հասարակական կազմակերպություններից։ Եվ նայեք ինչ հետաքրքիր բան, ուրեմն բարձվում է ընդամենը 15,000-ն են Հայաստանից։ 15,000-ից էլ մեծամասնությունը 8-9,000-ը դրանք աշակերտներ են, դպրոցականներ են։ Նայեք ինչքան ուրեմն փոքր է հայաստանցիների այցելության թիվը։ Եթե հաշվենք, հա 10 տարվա մեջ ընդամենը 90,000, 20 տարվա մեջ ընդամենը 180,000 մարդ։
Ես սա միջինացված թիվն եմ ասում։ Եվ ես կոչ եմ անում, հա, առիթը օգտագործելով, որ Հայաստանի բնակիչները, երևանցիները եւ Հայաստանի մարզերի բնակիչները այցելեն այս թանգարանը, որտեղ իրենք շատ հետաքրքիր բաներ կտեսնեն եւ վստահ եմ շատ բաների մասին իրանք չեն իմանում։ Մինչ այդ կտեսնեն, որ շատ բաներ կհայտնագործեն իրենց համար, որոնց մասին իրանք չգիտեին։ Հիմա որ այդ ցուցանմուշներն են, որոնք ձեզ համար այդպես առաջնային ուշադրություն են գրավել։ Հա, ինձ հետաքրքրություն ներկայացնող բաներից ասեմ ձեզ, ուրեմն մշտապես համալրվում է թանգարանը, ես եթե չեմ սխալվում, մոտ 100,000-ին հասնող բան կա ցուցանմուշներ, այսինքն ֆոնդերում պահվող առարկաներ կան թանգարանային եւ ամեն տարի բնականաբար նրանք թարմացվում են, նվիրատվություններ են տեղի ունենում, կան ուրեմն գնումների միջոցով տարբեր ճանապարհներով նորացվում, թարմացվում են, համալրվում են։ Այս տարի հետաքրքիր, այսինքն խոսքը 2025 թվականի մասինն է, մենք ունեցանք հետաքրքիր մի բան, ուրեմն Գևորգ Չաուշ հայտնի հա դեմքը ռազմական գործիչ, նրա կնոջ Հեղինեի անունը եղել, նրա լուսանկարը, այսինքն այսպես մի բացիկի վրա նկարահանված, բայց ինչն է հետաքրքիրը, որ դա գտել են ուրեմն այսօրվա ժամանակակից Գազիանթեփ, որը որ նախկինում այն թափ էր կոչվում, թուրք իր տան մեջ պատը տունը ուրեմն վերանորոգելու ժամանակ պատից գտնում է այս բանը եւ ուրեմն պարկեշ մարդ է լինում, գտնում է հայերի փոխանցում, հասկանում է թե ինչի մասին է խոսքը գնում եւ փոխանցում է վերջը գալիս ուրեմն հանգրվանում է հայոց ցեղասպանության թանգարանում եւ այս մասին այս պատմությունը ես լսել եմ դեռ տարիներ առաջ, երբ որ Վաշինգտոնում էի աշխատում որպես դեսպանությունում երկրորդը հետաքրքիր բան որ ես տեսա եւ շատ մեծ ուշադրության էր արժանի դա Մինաս Ավետիսյանի կտավներից էր, որը կոչվում է Ողբ եւ կրկին շատ հետաքրքիր մի աշխատություն է, որը որ հիմա մեր ֆոնդում է գտնվում եւ անգամ հիմա մենք փնտրում ենք թե որտեղ ավենա պատշաճ կերպով կարող ենք ներկայացնել այդ լավ գեղանկարչական գործը։ Նոր հետազոտողներ արդյոք ներգրավում են ցեղասպանագիտական ուսումնասիրություններին։ Այո։ Կան, իհարկե կան, մեր մոտ կարելի է ասել, որ հիմնականում իհարկե այսպես համեմատաբար երիտասարդ կոլեկտիվ է։ Շատ բան չեն, տարեցներ կան, բայց բավականին երիտասարդ կոլեկտիվ է իհարկե եւ այսինքն հետաքրքրություն կա, մարդիկ գալիս են, այո։ Եվ այսպես ասեմ ձեզ շատ հետաքրքիր այնտեղ մթնոլորտ եւ միջավայր է եւ այնտեղ աշխատողները բոլորը նվիրյալներ են, որոնք որ գիտակցում են թե ուր են եկել եւ ինչի համար են եկել եւ այսպես այդ առաքելության զգացումը ունեն իրենց մեջ եւ այդ իրենց գործը կատարում են այսպես բարձր ոնց ասեմ բարոյական բաներով զգացումներով այսպես ասեմ։ Մի բան է երբ հայերն են հետազոտում իրենց վերաբերող ցեղասպանությունը եւ մի բան է երբ օտար հետազոտողներն են դա անում, այ ինչպես է իրականացվում դա կա արդյոք այս տարիների ընթացքում եղել են։ Շատ ակտիվ միջազգային համագործակցություն կա, ես դեռևս բնականաբար նոր եմ այդ հաստատությունում, 1 ամիս է ընդամենը եւ մենք զբաղված ենք հիմա շատ այսպես ավելի շատ կազմակերպչական հարցերով, բայց բնականաբար շատ լայն աշխուժ միջազգային համագործակցություն կա, որ եւ իմ խնդիրներից մեկը, մեր այսօրվա ընթացիկ խնդիրներից մեկը դա է, հենց պահպանել եւ զարգացնել այդ համագործակցությունը, մեր բոլոր միջազգային կապերը։ Բնականաբար։ Այս տարվա ընթացքում նաև ուշադրություն գրավեց այն, որ հուշարձանը նաև վերանորոգվում էր եւ դրա անհրաժեշտություններ առաջացել եւ մինչեւ ապրիլի 24-ը այն պիտի ամբողջ ընթացքով գնաց։ Հա, նայեք, ասեմ ձեզ, թեպետ սա մեր պարտականությունների այսպես բանի մեջ չի մտնում, շրջանակի մեջ չի մտնում, դա իրականացնում է ԿԳՄՍ նախարարությունը կրթության, մշակույթի, սպորտի եւ մշակույթի, հա, ներողություն, կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարարությունը եւ կարող եմ ասել ես ուզում եմ այստեղ շեշտեմ, որ այդ գործընթացը, շինարարական գործընթացը նախարարի, անձամբ նախարարի անմիջական եւ ամենօրյա ԿԳՄՍ նախարարի ամենօրյա ուշադրության, այսպես վերահսկողության կենտրոնում էր գտնվում եւ ես այնպես գիտեք անձն աչքով երևում է թե ինչպեսի ուրեմն բծախնդիր եւ մանրակրկիտ աշխատանք է այնտեղ վարվում, իրականացվում եւ շատ մոտ են ավարտելուն եւ այսինքն եթե չլինի
ֆորս մաժորային մի այսպես անսպասելի իրադարձություն իհարկե բնականաբար չի լինի, վերջը շինարարությունը ավարտված է լինելու, դա անկարելի է պատկերացնել, շատ մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվում եւ ոչ միայն հուշահամալիրի վրա է այդ շինարարությունն իրականացում, այլ նաեւ այդ մեր թանգարանի եւ վարչական շենքի եւ այնտեղ գտնում են նաեւ ֆոնդերը, այդ շենքերն են նաեւ, այդ շինություններն են նաեւ վերանորոգվում, տանիքները ամբողջությամբ փոխվում են, որը պետք է բարձրացնեն մեր անվտանգության մակարդակը այդ տարածքների։ Անկամ ցեղասպանագիտության առումով հաղորդակցությունը իրականացնելու համար նոր գործիքներ են ի հայտ գալիս։ Թվային դարաշրջանը նոր գործիքներ է բերում։ Ինչպես է օգտագործում թվային դարաշրջանը, այո, ինչպես է դա արվում։ Թվայնացվում է մեր ֆոնդերը, նայեք, մենք հիմա աշխատում ենք նոր վեբ կայքի վրա, նոր վեբ կայք, որը որակապես տարբերվելու է այսօրվա գոյություն ունեցողից, այսօր կա, բայց ինքը բնականաբար չի համապատասխանում այսօրվա պահանջներին, հիմա մեր աշխատակիցները աշխատում են դրանց վրա եւ շատ շուտով կունենանք եւ դրան զուգահեռ իհարկե ասացի արդեն թվայնացման գործընթացներ գնում, այսպես հազարավոր գրքեր կան, որոնք որ պետք է աստիճանաբար թվայնացվում են եւ այդ այսպես շարունակական գործընթաց է։ Բացի դրանից աշխարհում ընդհանուր առմամբ եթե նայում ենք տասնամյակների կտրվածքով, արդյոք փոխվել է ցեղասպանության հիշողության ընկալումը, հա, կամ ինչպես է փոխվել, եթե փոխվել է։ Հիշողության ընկալումը, չեմ կարող ասել հիշողության ընկալումը ինչպես է փոխվել, բայց նայեք, ես ձեր ասացի համատեքստում ինչ կարող եմ, ձեր հարցի համատեքստում ինչ կարող եմ ասել։ Նայեք, թվում է թե 21-րդ դարում ենք եւ արդեն բոլոր այսպես խոշոր մեծ պատերազմները անցյալում մնացին, համաշխարհային պատերազմները եւ հազարավոր միլիոնավոր, այսինքն տասնյակ միլիոնավոր մարդիկ են զոհվում եւ թվում է թե ուրեմն ցեղասպանություններն էլ արդեն անցյալում մնացին եւ Հարավսլավիայում կամ Աֆրիկայում տեղի ունեցած այդ մեծ ողբերգությունները արդեն կարծես այնտեղ կարգավորվել է, իրավիճակը կայունացել է, բայց այսօր նայեք ինչն է մտահոգիչը, ես արդեն պատասխանեմ որպես եւ միջազգայնագետ, հա։ Նայեք ինչն է մտահոգիչը այդ միջազգային իրավունքի էրոզիան, որը որ այսօր տեղի ունենում, միջազգային իրավունքի, միջազգային համակարգի կարգի այսպես աստիճանական նշանակության մարումը, այսպես ասենք, չասեմ փլուզումը, բայց դրա այդ ոչ համակարգի քայքայումը։ Այս գործընթացը մտահոգիչ է, որը եթե այս բանը տեղի ունենում, ապա եթե չկան Եթե մարում են, եթե թուլանում են, եթե էրոզիան ենթարկվում միջազգային բազմա կողմ կառույցները, որոնք որ կանխարգելում են նման հանցագործությունները, հա, նշանակում է դաշտ է բացվում նոր հանցագործությունների համար, հա։ Զուգահեռ կարող ենք անցկացնել պետությունների հետ։ Եթե պետությունում չկան իրավապահ մարմիններ, ինչ կանել կարգապահ լինեն մարդիկ, քաղաքացիները, բայց այդ բացակայությունը դաշտ է բացում նոր հանցագործությունների համար։ Իհարկե պետք է հուսով լինենք, որ նման բաներ տեղի չեն ունենա ժամանակակից աշխարհում, բայց ամեն դեպքում այս մտավախությունը ես կարծում եմ տեղին է հայտնել եւ պատահական չի, հա, որ մենք Հայաստանի Հանրապետությունը միջազգային կառույցներում եւ հատկապես ՄԱԿ-ի համակարգում պաշտպանում է եւ հանդես է գալիս այդ ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևերի որպես հեղինակ եւ համահեղինակ եւ դա մեր օրակարգի հարցերից մեկն է արտաքին քաղաքական, հատկապես ուրեմն ՄԱԿ-ի եւ գլխավոր ասամբլեայի եւ մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում։ Այս տարի էլ բանաձևը ընդունվեց հղում անելով այս կոնվենցիային։ Եվ սա կարող ենք արդյոք սրանից ենթադրել, որ անկախ նրանից, թե ինչ կոռոզիայի է ենթարկվում, այդուհանդերձ երբ կառույցները կատարում են իրենց աշխատանքը, դա կարող է ժամանակի մեջ, այսպես ասած, արդարացված եւ արդյունավետ միջոց դառնալ։ Եթե, այսինքն իհարկե եթե միջազգային անիմաստ չէ այդ աշխատանքը։ Այսինքն դու մեր, հա, իհարկե անիմաստ չէ, պետք է գիտությամբ զբաղվեն, պետք է մեր գիտնականները իրենց գործը կատարում են եւ դա շատ կարեւոր է։ Եվ դա շատ կարեւոր է հենց ապագա երևի թե ցեղասպանությունների կանխարգելման համար եւս պատասխանելով ձեր հարցին։ Բայց ամեն դեպքում իրենց այդ աշխատությունները դրանք այն գործիքներն են, որոնք որ չեմ վախենա ասի ժամանակ առ ժամանակ կարող է Հայաստանի Հանրապետությունը օգտագործել իր արտաքին քաղաքականության, եթե ոչ քաղաքականության, ապա տարբեր ինչ-որ բաներում, դրսևորումներում արտաքին քաղաքական։
Գիտական շրջանակները որքանով են կարողանում ազդեցություն ունենալ ընդհանրապես քաղաքական որոշումների կայացման վրա։ Դուք ասեք, չեմ կարող ասել։ Դուք ունենալով նաև միջազգայնագետի փորձառությունը։ Կարողանում ազդել, իհարկե սա շատ լայն, շատ ֆունդամենտալ հարց եք տալիս, նախ սա վերաբերում է հենց միջազգայնագետներին, որքանով կարող են նրանք իրենց աշխատություն, իրենց տեսություններով որքանով կարող են ներազդել որոշումների կայացման գործընթացի վրա։ Սա բարդ հարց է, կարծեմ, այսպես համակարգային հարց է, բայց ես կարծում եմ, որ իհարկե ժամանակ առ ժամանակ եւ եթե պահը գալիս է, եթե անհրաժեշտությունը ծագի, իհարկե երկրի ղեկավարությունները, երկրների ղեկավարները իհարկե անդրադառնում են, բնականաբար անդրադառնում են գիտնականների աշխատանքներին եւ օգտվում են նրանց այն գործիքներից, որոնք որ կարող են նրանք տրամադրել։ Այսինքն եթե փաստերը չկան, ոչ մի բանի հղում տալու հնարավորությունը չկա։ Եթե փաստերը կան, ժամանակ առ ժամանակ կարող են օգտվել։ Կամ անհրաժեշտությունը, երբ որ առաջանում է, ավելի շուտ դրա մասին կարող ենք խոսել։ Եթե անհրաժեշտությունը կա, ես կդիմեմ գիտնականին, կասեմ, լսի դու այս բանի մասին ինչ կարող ես տալ ինձ, ինչ կարող ես ասել, եւ նա ինձ կտրամադրի այդ նյութը։ Եվ տեսական առումով եւ փաստագրական կարծում եմ։ Ընդհանուր առմամբ միջազգային փորձառությունը նկատի ունենալով մենք հաղորդման սկզբում խոսեցինք պատմական հիշողությունը արժևորելու եւ ներկայի պատասխանատվությունը զգալու այդ հիշողությունը եւ ապագայում կանխարգելելու։ Հիմա այս տարիների ընթացքում ինչպիսի նման դեպքեր են եղել, որտեղ իսկապես օգնել է գոնե նվազեցնելու հանցագործությունների այսպես ազդեցությունը։ Ես մենք խոսեցինք արդեն ՄԱԿ-ի շրջանակներում ընդունվող բանաձևերի մասին եւ վերջերաչո ձևավորվում է միջազգային հումանիտար իրավունք ասածը, որ միջազգային հանրային իրավունքի ճյուղերից մեկն է, սա իհարկե, այսինքն մենք չենք ապրում բանում վակուումում, մենք չենք ապրում իրավական առումով։ Իհարկե, ինչպես ես նշեցի, այդ միջազգային իրավունքը հիմա քայքայման process-ի մեջ է գտնվում, այսպես դրա նշանակությունը աշճանաբար նվազում է եւ հատկապես նվազում են ոլորտներում, որոնք վերաբերում են անվտանգությանը եւ միջազգային առևտրին, բայց գիտեք, այս միջազգային հումանիտար իրավունքը ես դեռ քիչ թե շատ մնում է պահպանում է իր նշանակությունը եւ այս ոլորտում աշխատանքները կարծեմ շատ կարեւոր են եւ ես հիշեցի հիմա մտաբերեցի որ մեր աշխատակիցներից մեկը երիտասարդ գիտնական է վերջերս մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ որտեղ հենց պետք է մասնակցել նման մի միջոցառման այսպես դատական խաղեր հասկացություն կա եւ այնտեղ պետք է քննարկվեն հենց այս ոլորտին վերաբերող իրավիճակներ սիտուացիոն իրավիճակներ որոնք քննարկվելու պետք է լուծումներ գտնել գնահատականներ տրվեն այսինքն միջազգային շփումները միջազգային կյանք այս առումով կարծես շարունակվում է Շնորհակալություն պարոն Թաշչյան ես հիշեցնեմ իմ զրուցակիցը Հրաչյա Թաշչյանն էր Ձեզ եմ շնորհակալ